Harkenesham hենց հիմա սկզբին, որ ես ուրբաթ ինչպես հայտնի է Facebook-յան ստատուսում գրել եմ, որ ես ամաչում եմ այս պահին, որ հունգարացի եմ եւ ներողություն խնդրում հայ ժողովրդից։ Իսկ այնինչ սկսվել է Սաֆարովի արտահանձնումից հետո Հունգարիայում այն բողոքի ակցիաների շարքը եւ հայտնի գործիչների հայտարարությունները մեկ էլ ամբողջ հունգար ժողովուրդը բոլորը ներողություն էին խնդրում Facebook-ով եւ տարբեր ֆորումներով ուրեմն սրանից հետո պարզ է դարձել որ հունգար ժողովուրդը բարոյական արժեքների տեր է եւ հունգար ժողովուրդը ներողություն է խնդրում եւ հունգար ժողովուրդը պահանջում է կառավարությունից որ այս հարցը լուծվի եւ կառավարությունը ներողություն խնդրի Հայաստանից եւ նաեւ այս հարցը կոնկրետ Սաֆարովի հետ կապված հարցը լուծի կառավարությունը հիմա միջազգային ֆորումներում ուրեմն այս կնից հետո որ ես հասկացել եմ հունգար ժողովրդի կեցվածքը հիմա կարող եմ ասել որ նորից կպարտեմ որ ես հունգարացի եմ որովհետև հունգար ազգը ցույց է տվել որ իսկականից հայ ազգի բարեկամն է նաև հիմա նաև այս շատ դժվար պահին ուրեմն նախքան բացատրել թե հիմա ինչպես է անցկացվում այս բողոքի ալիքը հարկ է նշեմ հետևյալ բաները որ հունգար ժողովուրդը եւ հայ ժողովուրդը հազարամյա բարեկամության պատմություն ունի այսինքն եթե հիմա որոշ քաղաքական գործիչներ խայտարակ որոշումներ են կայացնում դա չի նշանակում դա չի կարող վնասել ուղղակի մի հազարամյա սերտ եւ բարեկամական մշակութային եւ քաղաքական կապ ուղղակի անդրադառնայք ինչ է տեղի ունեցել ինչ հայտարարություններ ինչ է հա ուրեմն հենց առաջին օրվանից Հունգարիայում բոլոր թերթերը գլխավոր հոդվածներ են հրատարակել եւ հոդվածների շարքեր եւ խիստ քննադատել են կառավարության այդ որոշումը հանդես են եկել կուսակցություններ, ընդդիմադիր կուսակցություններ վերջին օրերի շարունակ, օրինակ LNP կուսակցություններ, այսինքն կարող է ուրիշ լինել քաղաքականությունը անունով կուսակցություն, հետո MSP, այսինքն սոցիալիստական կուսակցությունը եւ դեմոկրատական կոալիցիա կոչված կուսակցությունը մասնակցել են բողոքի ակցիայի երեք տեղի ունեցել Հունգարիայում երկու բողոքի ակցիա, որին մասնակցել են այդ կուսակցությունների ներկայացուցիչները։ Հիմա ես կուզենայի ընթերցել ձեզ LNP կուսակցության հայտարարությունից մի հատված։ Սա առաջին անգամ է հիմա հնչում հայերեն։ Ուրեմն կարող է ուրիշ լինել քաղաքականությունը անունով կուսակցություն իր համերաշխությունն է արտահայտում հայ ժողովրդի հետ։ Մենք կիսում ենք վերդովմունքը, հայերի վերդովմունքը, որ Հունգարիայի կառավարությունը արտահանձնել է Ադրբեջանին եւ Ռամիզ Սաֆարովին հիմա պաշտում են Ադրբեջանում որպես հերոս։ Հունգարիայի կառավարությունը պարտավոր է բացատրություն տալ առաջին հերթին վիրավորված հայ ժողովրդին ու նաև միջազգային հանրությանը։ Ուրեմն սա LNP կուսակցության հայտարարությունն է։ Հետո Գաշպար Միքլոշ Տոմաշ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլի ընդարձակ հայտարարություն է տվել, որից հիմա էլի մեջբերում եմ, ընդհանրը մի նախադասություն, ինքը ասում է, որ ով որ այս որոշումը կայացրել է Բուդապեշտում, նա խելք չունի։ Խելք չունի։ Ուրեմն
Հունգարիայի կաթոլիկ եկեղեցու, հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Էստերգոմի եւ Բուդապեշտի arczepiskopos կարդինալ Պետեր Էրդեն նույնպես հայտարարությունով է հանդես եկել, որից հիմա էլի մեջ բերելու եմ, չնայած որ այդ հայտարարության մասին արդեն լուրերը տարածվել են Հայաստանում, բայց չի թարգմանվել հայտարարությունը, ուրեմն Հունգարիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը իր համերաշխությունն է արտահայտում բոլոր հայ քրիստոնյաների հանդեպ եւ շատ տանջանքներով անցած հայ ժողովրդի հանդեպ ամբողջությամբ չեմ կարող հիմա մեջ վրա հետո հարկ է նշել որ Facebook-ում տասնյակներ էջեր են բացել որոնք բոլորը էլի համերաշխության մասին են խոսում այդ էջերի անուններում էլ կա որ մենք ներողություն ենք խնդրում հայ ազգից իրենք կամ անգլերեն կամ հունգարերեն են գրված եւ շատերը ասում են որ այս պահին մենք հիմա ամաչում ենք որ հունգարացի ենք իսկ ինչպես ասացի երկու հատ բողոքի ակցիան անցկացվել մեկի այդ բողոքի ակցիայի մեկի ընթացքում էլի ներողություն են խնդրել հայ ժողովրդից իսկ երեքշաբթի օրը տեղի կունենա մի հատ մեծ մասշտաբով բողոքի ակցիա որ ընդհանրապես մի քանի ժամ երեկվա բողոքներից հետո արդեն հազարավոր մարդ է գրանցվել այդ երեքշաբթի օրվա բողոքի ակցիային այսինքն կարելի ասել որ լայնածավալ բողոքի ակցիաների ալիք է սկսվել հիմա Հունգարիայում հիմա ես կուզենայի մի քանի բարձրաբանումներ անել կառավարության որոշման հետ կապված այն որ գրված է հիմա Երևանի Հունգարիայի հյուպատոսարանի դրան վրա այդ հայտարարությունների կամ բնդումների մի մասը սուտ է այսինքն գրված է որ Հունգարիան ծախվել է եւ հայ Գուրգեն Մարկարյանի կյանքը ծախվել է պետք է նշել որ ոչ թե այն է պատահել որ Ադրբեջանը ուղղակի փող է տվել Հունգարիային որպեսզի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեն այսպիսի բան ուղղակի չի եղել պետք է ասել որ Հունգարիան հիմա հսկայական ֆինանսական շրջանառում է տնտեսական շրջանառում է որը վերջին 20 տարվա ընթացքում մեծագույն ֆինանսական շրջանառումն է եւ նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական շրջանառում կա հիմա Հունգարիայում կամ լարվածություն կա Հունգարիայում եւ Հունգարիայի պետական պարտքը հսկայական է բայց խոսքը չի վերցրել ինչի վերադարձում Թույլ տվեք որ ես վերջացնեմ հետո ես բոլոր հարցերին կպատասխանեմ բայց հիմա չեմ պատասխանում ուրեմն հետեւյալ առաջարկ է եղել որ Ադրբեջանը առաջարկել է որ առնելու է $3 միլիարդ այդ Հունգարիայի պարտքը կծածկի $3 միլիարդ բայց այդ գործարքը դեռ տեղի չի ունեցել եւ դեռ չի վճարել եւ ինքը Ադրբեջանը Հունգարիայի կառավարությանը ասել է որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովը շարունակելու է այդ պատիժը Հունգարիայի կառավարությունը տեղյակ էր վտանգի մասին որ իրականում չի շարունակելու Ռամիլ Սաֆարովը այդ պատիժը դրա համար ինքը երաշխիք է պահանջել Ադրբեջանից իսկ Ադրբեջանի նախարարությունը արտարադատության նախարարությունը գրել է մի նամակ այս նամակը որ այստեղ է եւ այս նամակով ինքը խոստանում է որ շարունակելու է Ռամիլ Սաֆարովը այդ բանը այսինքն երբ որ Ռամիլ Սաֆարովը հասնելու Ադրբեջան ինքը անմիջապես բանտարկվելու է եւ ամենակիչ 25 տարի պետք է դեռ բանտում մնալ այսինքն Հունգարիայի կառավարությունը
երբ որ ինքը ամենամեծ ֆինանսական բանը ճգնաժամում է եւ նաեւ միջազգային այդ կազմակերպությունները IMF-ը եւ ուրիշները հիմա չեն օգնում Հունգարիան այդ ֆինանսական ճգնաժամում, ուրեմն ինքը մանա եկել ուրիշ հնարավորություններ եւ ինքը այդ բանը Ադրբեջանից այդ օգնությունը ընդունել է միայն նրանից հետո, որ Ադրբեջանը երաշխավորել է, որ Ռամիլ Սաֆարովը շարունակել է բանտարկված լինելը։ Իսկ այն ինչ կատարվել է ուրբաթ օրը, դա վկայում է, որ Ադրբեջանը խաբել է Հունգարիան, ոչ թե ուղղակի խաբել է, այլ պաշտոնական նամակ է գրել, եւ այդ պաշտոնական նամակը, որ գրել է, ինքը այդ խոստումը, որ այստեղ պաշտոնաբար խոստացել է, ինքը չի կատարել։ Այսինքն իրականում այսպես է եղել այս հակապատասխանը։ Միջազգային դաշտում Հունգարիայի արդարադատությունը փորձելու է վերականգնել այն պայմանավորվածությունը, ինչ որ ձեռք է բերվել Ադրբեջանի կողմից եւ Պնդելու է, որ խախտում է տեղի ունեցել, հա, պայմանավորվածության Ադրբեջանի։ Այո, իհարկե։ Համոզված եք, որ դա դրանում հետամուտ է լինելու հունգարական։ Իհարկե, արդեն իսկ Հունգարիան արդեն իսկ բացատրությունները պահանջել Ադրբեջանից պատահածի մասին եւ նաեւ խնդրել է Ադրբեջանի դեսպանին, կառավարությունը հրավիրել է դեսպանին, որ բացատրություն տա այս ամեն ինչի վերաբերյալ։ Այսինքն արդեն սկսվել է այդ գործընթացը։ Ուրեմն Հունգարիայի սխալը ոչ այն էր, որ ինքը ուղղակի ցախվել է փողով, որ ինքը ինչ որ ներդրում կստանա եւ հետո մի մարտահրավերին կտա, ինքը չի տվել, չի հանձնել այդ մարտահրավերին, որովհետեւ ինքը երաշխիք է ստացել, որ ինքը բանտարկվել է այդ մեկը, երկրորդն որ ինքը ոչ թե ուղղակի փող է ստացել, ոչ թե ուղղակի ներդրում է ուզում, այլ մի հատ հսկայական ֆինանսական ճգնաժամի լուծումն է ուզում, ոչ թե ինչ որ շքեղ բան։ Լավ, ուրեմն իր սխալն այն է Հունգարիայի կառավարության սխալը, որ ինքը բավականին չի տեղեկացել, ինքը որ վտանգը իրականում այսքան մեծ է, որ նույնիսկ այսպիսի երաշխիքից հետո կարող է Ադրբեջանը հակառակը անել։ Հարկ է նաև նշել, որ Հունգարիան այնպիսի փորձեր չունի Ադրբեջանի վերաբերյալ, ինչը Հայաստանը ունի, այսինքն Հունգարիան չունի այսպիսի լիվանագիտական խաբկանքների փորձը, ինչը Հայաստանը ունի այս երկու տասնամյակների շարունակ։ Հետո ես ուզում եի անդրադառնալ Հայաստանի մամուլում որոշ տեղեկություններին, որ ես ուզում եմ ուղղել։ Այսինքն Հայաստանի մամուլում կարելի է համակարգալ, որ փանթուրքիզմը տարածված է Հունգարիայում։ Այսպիսի բան չկա։ Հունգարիայում կա մի հատ կուսակցություն, որը իր ընդդիմադիր կուսակցություն է, անունը Jobbik կուսակցությունն է եւ ինքը ըստ երևույթի ինքը կապեր ունի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը 2004 թվականին բացել է դեսպանատուն Հունգարիայում եւ այդ հատուկ Ռամիլ Սաֆարովի գործի համար եւ 2004 թվականից մինչեւ հիմա Ադրբեջանի դեսպանատունը շարունակ կարողացական գործունեություն է ցավալում Հունգարիայում։ Ցավոք սրտի Հայաստանը չի բացել դեսպանատուն Բուդապեշտում, Հայաստանի դեսպանատունը գտնվում է Վիեննայում եւ Վիեննայի շատ դժվար է կարողական գործունեությունը ցավալել։ Այսինքն Ադրբեջանը ամեն ինչ արել է եւ նաեւ այդ կուսակցության հետ կապի մեջ է եղել։ Հարկ է նշեմ, որ իշխող կուսակցությունը ինչքան էլ հակասական է թվում, իշխող կուսակցությունը հայամետ կուսակցությունն է, դրա մասին վկայում են բոլոր իր արարքները։ Օրինակ, Jobbik կուսակցությունը, այդ ընդդիմադիր կուսակցությունը անցյալ տարի ուզում էր անցկացնել Հունգարիայի խորհրդարանով մի օրինագիծ, որը պետք է դատապարտեր Հայաստանը որպես Խոջալույի դեպքերի մեղավոր։ Իսկ այսօրվա հիմիկվա Հունգարիայի իշխանությունը խոչընդոտել է այդ օրինագիծը, նույնիսկ այդ օրինագիծը չի դրվել օրակարգի վրա, խորհրդարանի օրակարգի վրա։ Պետք է նաև նշել, որ Հունգարիա այսօրվա իշխող կուսակցության մեջ կա երկու հայ,
մեկը Բաքվի հայ է։ Ուրեմն այսօրվա հիմիկվա Հունգարիայի իշխանությունը չի կարող ոչ հայամետ լինել, որովհետև դրա մեջ նաև հայեր կան, եւ նրա մինչև հիմա արարքները հայամետ արարքներ են եղել։ Այսինքն ընդհանրապես խապված է հունգար կառավարությունը, հիմա դուրս եկած միայն խապված է, հա։ Խապված է, բայց այնուամենայնիվ ես այնինչ որ ասել եմ առաջ, որ Հունգարիայի կառավարությունը վատ բան է արել, դա հիմա ասում եմ որ վատ բան է արել, որովհետև ինքը չի տեղեկացել այնքան շատ ինչքան պետք է տեղեկացած լինել, երբ որ այդպիսի մեծ որոշում է կայացնում։ Այսինքն էլի ասում եմ, որ ինքը սխալ է կատարել։ Եվ բազմից է, ոչ մի անգամ է։ Ես ասել եմ, դրա համար ասում եմ, որ սխալ է կատարել, բայց ինքը այդ դրա շնորհիվ, այդ զգուշացումների շնորհիվ ինքը պահանջել է երաշխիք եւ ստացել է երաշխիք Հունգարիայի կառավարությունը։ Դե ինքը ես կրկին ասում որ ինքը այդ բաները ինքը ներկա այդ ձեր ասածները ինքը ներկայացրել է Ադրբեջանին այդ բանակցությունների ընթացքում եւ ինքը այս պատասխանը ստացել։ Ես էլի ասում եմ որ ես ոչ թե Հունգարիայի կառավարության անունից եմ հիմա խոսում, այլ իմ անունից, այսինքն այդ հարցերը ավելի շատ Հունգարիայի կառավարությանը պետք է տալ, ոչ թե ինձ։ Լավ, ուրեմն ես նաև ուզում եմ ասել, որ էլի ասվել է 3 առաջ օրը Հունգարիայի մամուլում, որ Հունգարիայի իշխող կոալիցիան դավանում է այնպիսի տեսություն, որ հունգարացիները թուրքերի կամ թյուրքական ազգերի ցեղակից են կամ ազգակից են, դա էլի սխալ է։ Ընդդիմադիր կուսակցությունն է այնպիսի, այսինքն Յոբբի կուսակցությունն է այնպիսի բան դավանում, իսկ ընդդիմադիր կուսակցությունը թշնամին է մեր իշխող կոալիցիայի։ Իրականությունն այն է, որ հունգար ազգը ամենակիչ 3000 տարի առաջ առանձնացել է ֆինո-ուգրական խմբից, իսկ առաջին թյուրքերեն արձանագրությունը ընդամենը 1500 տարեկան է։ Ուրեմն եթե հունգարերենը գոյություն ունի արդեն 3000 տարի, ուրեմն ոնց կարող է թուրքերի հետ ազգակից լինել։ Այսինքն դա ամեն ինչ անհեթեթ է եւ ոչ մի Հունգարիայի գիտական ֆորումում չի կարող հայտարարել, չի կարող լսվել նման տեսություն։ Ներողություն, մեր հարցերի ձեր կարծիքով Հունգարիայի իշխանության շահագրգռվածությունը ո՞րն է եղել Ռամիլ Սաֆարովին հանձնել Ադրբեջանին։ Ինչ շահագրգռվածություն է անեցել գնալ այդ վայրի։ Եվ լրացուցիչ բարտատոմսեր գնել է թե ոչ։ Ինքը չի գրել, գործարքը չի բանանել, չի ինչքան ես գիտեմ, չի այսինքն փողը չի հասել, բայց խնդրում եմ որ ես թողեք որ ես վերջացեմ, հետո բոլոր հարցերին կպատասխանեմ։ Մենք ժամանակ չունենք բոլոր հարցերի։ Լրացուցիչ շահորդում ունենք։ Իմ հարցին խնդրում եմ էլի պատասխանեք, հետո էլի առաջանցնենք, հետո։ Հա, բայց հարցին արդեն ասել եմ, որ դա եղել է ֆինանսական ճգնաժամ եւ այդ ֆինանսական ճգնաժամի լուծումն է եղել բանը Հունգարիայի կառավարության ուզածը եւ երբ որ ինքը ստացել է երաշխիքը միայն նրանից հետո է հանձնել։ Այսինքն պատասխաններ Ռամիլ Սաֆարովի արտահայտման համար դիմաց, այսպես։ Լավ, հետո ուրեմն ինչ լուծում կարող է հիմա ստացվել։ Այո, թե չէ ոնց կարող է տված։ Դուք սկզբում ասում եք ոչ, հիմա ասում եք այո։ Տվել է։ Չի տվել։ Լավ, ուրեմն հիմա կուզենայի խոսել լուծման մասին։ Ուրեմն իմ կարծիքով պետք է եւ ոչ միայն իմ կարծիքով, այլ ամբողջ հունգար ժողովրդի կարծիքով պետք է կառավարությունը Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի պաշտոնաբար Հայաստանից։ Մյուս կողմից պահանջում է հայ ժողովուրդը, որ Հունգարիայի կառավարությունը այս պահին լուծի, այսինքն փորձի լուծել այս հարցը, այսինքն ինքն է պարտավոր, Հունգարիայի կառավարությունն է պարտավոր հիմա լուծել այս հարցը միջազգային ֆորումներում, միջազգային ֆորումների միջոցով եւ օգնությամբ։ Հետո ինչպես ասացի, կառավարությունը արդենից սկսել է այդ լուծումը եւ արդենից Ադրբեջանից պահանջում է բացատրությունները։ Հետո մի երկու խոսք ուզում եմ նաեւ Ադրբեջանի մասին ասել, որ Հայաստանը այս պահին պաշտոնաբար պատերազմային վիճակում է Ադրբեջանի հետ, ուստի համարվում է Հայաստանի թշնամի ռազմական առումով։ Իսկ Սաֆարովի հետ կապված հիմիկվա դավադրությունը դա սադրանք է։
եւ սերտորեն կապված է Ադրբեջանի ռազմական նպատակների հետ։ Հայերը պետք է դա հասկանան, որ այս ամբողջ գործարքը, որ հիմա տեղի ունեցել, դա Ադրբեջանի կազմակերպած սադրանք է։ Հունգարացիների ձեռքով։ Խնդրեմ։ Մի հարց ճիշտ է, էլի։ Դուք ասացիք Ադրբեջանը նույնիսկ խաբել փողը չի հետևել, չէ՞։ Այդ փողը չի փոխանցվել։ Այդ փողը չի փոխանցվել։ Փողը չի փոխանցվել ինչի Ինչի վրա։ անգամ գումարը չեն ստացել։ Որովհետև այդ գործարքը կնքվել է։ Այսինքն այդ փողը ինչքան ես տեղյակ եմ չի հասել, բայց գործարքը կնքվել է։ Այսինքն դա ինչքան ես գիտեմ, դա իմ բանը, իմ տեղեկություններն են, դա կարող է սխալ լինել, ինչքան ես գիտեմ, դա նախապայմանն է եղել։ Կտակ հետո մենք կհանձնենք հետո նա կհանձնենք Ինչպես։ Այո, նաև կարող են խախտի։ Ինչու եք վստահ, որ Ադրբեջանը նորից կկատարի։ Ձերքին ակնհայտ է, չէ՞ որ գործարքի մեջ եք գնացել Ադրբեջանի հետ։ Համ փողը չի փոխվել, համ Ամեն դու պահանջում եք ինչի վրա է դեպույթը, որ հունգարական կառավարությունը ինչ-որ բանի կհասնի։ Այն, որ ես հիմա ինչի համար եմ խավիրել այս ասուլիսը, այս կամ խավիրել խնդրել, որ խավիրվի այս ասուլիսը, դրա համար, որ ես հիմա Հունգարիայի ժողովրդի անունից եմ խոսում, այսինքն ես ուզում էի հասկացնել հայ ժողովրդին, որ ամբողջ հունգար ժողովուրդը Հայաստանի կողքին է այս պահին եւ ցավակցում է հայերի հետ եւ հունգար ժողովուրդը կառավարությունից այդ ամեն ինչը պահանջում է։ Այս է իմ ասելիքը։ Իսկ ինչ կարող անել հիմա կառավարությունը, Սաֆարովն արդեն Ադրբեջանում է։ Ոչ ինչ կարող է անել։ Կարևորը իմ կարծիքով այն է, որ հիմա հունգար ժողովուրդը արդեն ցույց է տվել, թե ում կողքին է։ Հիմա պետք է նաև կառավարությունը ցույց տա, որ ինքը չի ուզում այդ պահը, որ Սաֆարովը ազատվի եւ որ ներում շնորհվի նրան, դա Հունգարիայի կառավարության ուզածի հենց հակառակն էր։ Դա ինքը պետք է պարզ ասի, արդեն ասել է, բայց հիմա ավելի պարզ ասի եւ նաեւ ներողություն խնդրի եւ ամեն ինչ անի Հունգարիայի եւ Հայաստանի հետ կապերի վերականգնման ուղղությամբ։ Կառավարության համար անակնկալ էր, որ դիվանագիտական հարաբերությունների ծառայություն գնաք, եւ արդեն պարոն Բագրատյանն էր ասում, որ 25 միլիոն դոլար է շրջանառությունը Հայաստան-Հունգարիա։ Դրա մասին չի մտածել հունգար կառավարությունը։ Ուրեմն ես չգիտեմ, որ հունգար կառավարության համար դա անակնկալ էր, թե ոչ։ Ինձ համար անակնկալ չէր, այսինքն ես համարում ինչքան էլ հակասական մեկնաբանություններ կան հիմա Հայաստանում վերլուծաբանների կողմից, որ Հայաստանի այդ քայլը ճիշտ է, թե սխալ էր, բայց ես դա չեմ ուզում վերլուծել, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ինձ համար դա տրամաբանական քայլ էր։ Ես լավ հասկանում եմ այդ քայլը։ Տեղեկություն կա, այսինքն ես հայտնել եմ հունգար հայ համայնքի ներկայացություն գրեմ, որ ակնհայտել, որ այդպիսի բան է տեղի ունենում, որ պետք է կան պայմանավորության Հայաստանը, Ադրբեջանը, Հունգարիան եւ ռեսպուբլիկան Սաֆարովը տեղի ունեն։ Դուք տեղյակ եք դրա մասին, թե դες համար դա անակնկալ է։ Ինձ համար այնուամենայնիվ, որ ես միշտ գիտեի, որ Ադրբեջանը դա ուզում է, որովհետեւ 8 տարով Ադրբեջանը դա պահանջում էր։ Այսինքն այդ բանը, որ ինքը դա պահանջում է, դա անակնկալ չէր ինձ համար, բայց պետք է ասել, որ Հունգարիայում արդար դատավարություն է կատարվել եւ արդար դատավճիռ է կայացրել եւ Հունգարիան 8 տարով շարունակ պետք է ասել, որ այդ մարդը 8 տարով բանտում նստել է Հունգարիայում ու Հունգարիան հանձնել է Ադրբեջանին միայն այն երաշխիքով, որ ինքը էլի ամենակիչ 25 տարի նստել է, բայց 8 տարի արդեն ինքը նստել է։ Իսկ կառավարությունը, Հունգարիայի կառավարությունը, այսինքն դատավարությունը դա ճիշտ է, որ միշտ արդար է եղել Հունգարիայում այդ գործում։ Իսկ կառավարությունը մինչև հիմա միշտ պնդում էր եւ այն բանը, որ ինքը այն կեցվածքը, որ ինքը չի հանձնելու Սաֆարովին, այսինքն դրանից հետո ինձ համար դա անակնկալ էր։ Ես գիտեի, ես արդեն մի շաբաթ առաջ գիտեի, որ
որ Հայաստանի կազմակերպությունները, որոշ հասարակական կազմակերպությունները ասել են բաներին, հայտարարություն են տվել Հունգարիայի կառավարությանը դրա մասին, ես դա գիտեի, բայց ես չէի սպասում դրանից հետո, որ Հունգարիայի կառավարությունը այսպիսի քայլին կդիմի։ Իսկ Հունգարիան այնքան վատ վիճակում էր գտնվում, որ մնացել էր միայն Ադրբեջանի հույսի եւ միայն Մարդասպանի հետ կապված գործարքի միջոցով պետք է փրկեր իր տնտեսական ճգնաժամը, չգիտեմ, ֆինանսական ճգնաժամը։ Այս հարցին միանշանակ պատասխան շատ դժվար է տալ, ես այնուամենայնիվ դատապարտում եմ Հունգարիայի քայլը։ Իմ կարծիքով Հունգարիայի կառավարությունը սխալներ է արել, որ արտաքին քաղաքականությունը, որ այդ ուրիշ միջոցները, որոնք եղել են այդ պարտքերի, այսինքն հնարավորություններ կային, որ այդ պարտքերի հարցը լուծվի, ինքը որոշ քաղաքական սխալներ է արել, որի պատճառով ինքը այլևս չէր կարող այդ ուրիշ հնարավորություններից օգտվել։ Մնացել էր միայն Ադրբեջանը։ Մնացել է Ադրբեջանը եւ նաեւ մի ուրիշ լուծում, որ էլի այդպես լավ չէ։ Այսինքն ես ասում եմ, որ այնուամենայնիվ որ ասում եմ, որ չնայած որ հիմա իրոք շատ դրդված էր Հունգարիայի կառավարությունը քայլի անել, բայց սխալ է արել, որ այդպիսի որոշում է կայացրել։ Այսինքն կարող ենք արձանագրել հանուն տնտեսական ճգնաժամի, Մարդասպանի հետ հունգար կառավարությունը պլյուս ժողովուրդը գնաց գործարքի։ Եվրոպական հանրությունները ոտահարեցին։ Բայց ես ուզում եմ ասել, որ իմ ասածն այն է, որ դա կառավարության քայլն է։ Ես այսօրվա ասուլիսի նպատակը դա չէ, որ ես դրա մասին խոսեմ։ Այսօրվա ասուլիսի թեման դա չէ, այսօրվա ասուլիսի թեման այն է, որ հունգար ժողովրդի եւ հայ ժողովրդի ոչ թե կառավարությունների, դա իմ գործը չէ։ Որովհետեւ ես ժողովրդից եմ, երկու ժողովրդի միջև ինչ կա, ոչ թե երկու կառավարության միջև ինչ կա։ Դա ինձ համար նույնիսկ հետաքրքիր չէ այս պահին։ Կառավարությունը ժողովրդի մասն է։ Հունգարիայի իշխանությունը իհարկե լեգիտիմ է, դա պետք է ասել, որ նշանակում է այն, որ Հունգարիան ունեցել է 2002 թվականից մինչև 2010 թվականը մի հատ այնպիսի կառավարություն, որ լիովին թալանել է ամբողջ Հունգարիան եւ հասցրել է այս հիմիկվա ճգնաժամին։ Եվ 2010 թվականին բոլոր մարդիկ, Հունգարիայում եկան լևոնականներ եւ սերժականներ չկրտավոր, Հունգարիայում բոլոր սերժականները ընտրել են Լևոն Տեր-Պետրոսյանին, նույնիսկ որովհետեւ ուրիշ ընտրանք չկար։ Այսինքն բոլորը միանգամայն կողմ էին, որ այս կառավարությունը, այսօրվա կոալիցիան ընտրվի ամբողջ Հունգարիան, որովհետև այնպիսի մեծ ճգնաժամ է եղել։ Իսկ հիմիկվա կառավարության հիմիկվա քայլերը, այսինքն այս երկու տարվա ընթացքում կատարած քայլերից արդեն ամբողջ հունգար ժողովուրդը համամիտ չէ այս քայլի հետ հանդեպ։ Դա արդեն Հիմա լևոնական իշխանությունն է։ Լևոնականները որոշեցին դեմ գնալ վեր ժողովրդին։ Մարդասպանին հանձնել Ադրբեջանը։ Դա այսինքն հիմա կարելի ասել, որ Հունգարիայի այդ կառավարությունը մինչև հիմա լեգիտիմ է, բայց Հունգարիայի ժողովրդի մի մասը բացի այս գործից նաև ուրիշ գործերի պատճառով բողոքում է Հունգարիայի կառավարության դեմ։ Այսինքն Հունգարիան հիմա հայամետ է, ամբողջ Հունգարիայի ժողովուրդը հայամետ է։ Ամբողջ Հունգարիայի ժողովուրդը միանգամայն դատապարտում է այդ բանը։ Ձեր հարցին պատասխանելով նաև ասեմ, որ բողոքի ակցիայի ժամանակ որոշ կուսակցություններ Հունգարիայի փորձում էին շահեր ստանալ այդ բանից, այս պահից, որ հիմա իրականում կառավարությունը նաև այդ պատճառով մեծ կոնֆլիկտի մեջ է ընկել եւ իրենց շահերի համար, այսինքն այս կուսակցությունը իրենց շահերի համար փորձում էին օգտագործել այդ խնդիրը։ Եվ հունգարացիները ինչ են պատասխանել, որ կուսակցություններ ջան, մենք չենք եկել այս բողոքի ակցիայի, որպեսզի ձեր նպատակների նպաստենք, այլ մենք զուտ հայկական հարցեր լուծման համար ենք եկել։ Այսինքն հունգար ժողովուրդը այս պահին հայերի մասին է մտածում, ոչ թե Հունգարիայի ներքին քաղաքական հարցերի մասին։ Սա իմ ասելիքը։ Լավ, շնորհակալություն կամ հարցեր։
Կարճացա, խնդրում եմ դեղակերպի։ Նպատակը ինչ է լինելու, ինչ եք պահանջելու, այդ բերես ինչ կոնկրետ։ Ուրեմն հիմա կոնկրետ այնպիսի բաներ են պահանջվել, որ կամ էլ միջազգային հանրության հետ կապված են բոլոր պահանջները, որովհետև հարցը, որ Հունգարիան մենակ չի կարող լուծել այս հարցը։ Ուրեմն դա իմ կարծիքով մի քիչ անիրական է, որ անիրատեսվան է, որ հիմա Ադրբեջանը ուրեմն կասի, որ ներողություն Հունգարիա ջան, ուրեմն մենք հենց հիմա կհանձնենք ձեզ Սախարովին, դա իմ կարծիքով իրատեսվան չէ։ Այնինչ որ հիմա եւ դա նաեւ հունգարացիները գիտեն, որ դա անհնար է։ Այնինչ որ ուզում են բաներ ակտիվիստները դա այն է որ Հունգարիայի կառավարությունը հիմա պարտավոր է միջազգային ֆորումները ստիպել որ իրենք պահանջեն որ Ադրբեջանը կամ տեղում բանտարկի նորից որ ալի մի քիչ ես դժվարանում եմ պատկերացնել կամ էլ արտահանձնի որպեսզի միջազգային հանրությունում ինչ որտեղ ինքը նորից բանտարկվի օրինակ Հունգարիայում Այս ո՞նց գործընթացը ցույց տվեց, որ Հունգարիան շատ հեռու է Եվրոընտանիքից եւ Ես համաձայն եմ, այս ամբողջ գործընթացը ցույց է տվել, որ հունգար ժողովուրդը միշտ բոլոր հարցերում հայ ժողովրդի կողքին է։ Եվ մի բան էլ ասեմ, որ ինչքան էլ պարադոքս է թվում որ այս պահին այս անբարոյական որոշումից հետո ուրբաթ օրվա որոշումից հետո հայ ազգը Հունգարիայում դարձել է ամենասիրված ազգը Հունգարիան ճանաչել է թե ոչ դեռ չի ճանաչել ես Հունգարիան չի ճանաչում Հունգարիայի այսօրվա կուսակցության մի պատգամավոր ամեն տարի հնչեցնում է ցեղասպանության փաստը Հունգարիայի խորհրդարանում եւ ամեն անգամ արձանագրվում է Հունգարիայի խորհրդարանի արձանագրություններում ցեղասպանություն բառը այսինքն այդ ուղղությամբ հիմիկվա իշխող կոալիցիան աշխատում է Շնորհակալություն